Երեխայի նոր ընկերը արգելել, վերահսկել, թե սովորեցնել ընտրել։ Երբ երեխայի կյանքում նոր ընկեր է հայտնվում, ծնողի առաջին ռեակցիան անհանգստությունն է։ Իսկ եթե վատ ազդեցություն ունենա, իսկ եթե վատ ճանապարհով տանի, եթե ծնողները միտումնավոր ստերիլ շրջապատ են ստեղծում երեխայի համար, որտեղ մյուս երեխաները կիրթ են, որևէ վատ խոսք չեն ասում, պահում են իրանց իդեալական, ապա երեխան այդպիսի միջավայրում կաճի անպատրաստ իրական կյանքի դժվարություններին։ Երբեմն անհրաժեշտ է բացասական փորձ այն վերլուծելու եւ հետեւություններ անելու համար։ Հիմա հետեւողական քայլեր պատմեմ, թե ինչ անել, երբ նոր ընկեր է հայտնվում։ Սկսենք ամենապարզից, զրույցից։ Նոր ընկեր ունես, իսկ ինչով է նա քեզ դուր գալիս։ Հաճախ երեխան պատմելով ինքն է զգում, որ այդ հարաբերության մեջ ինչ որ բան իրեն դուր չի գալիս։ Եվ երբեմն առանց ճնշման եւ արգելքի հանգիստ ավարտում է անցանկալի հարաբերությունները։ Սակայն պետք է պատրաստ լինել, որ ոչ դրական շփումը որոշ ժամանակ կշարունակվի։ Ծնողի կարևոր քայլերից մեկն է ընկերոջը մոտիկից ճանաչելը։ Կարելի է նրան հրավիրել տուն, զբոսնել միասին, փոքրիկ ճանապարհորդության գնալ։ Այդպես ավելի հեշտ կհասկանաք ինչն է ձեր երեխային կապում նոր ընկերոջ հետ։ Երբ նոր ընկերը սկսում է իրեն պահել անհանդուրժելի, կոտրել տան իրերը, չենթարկվել տան կանոններին, մինչև ուշ ժամը մնալ ձեր տանը, ապա հարկավոր է սահմաններ դնել։ Եթե դա չի գործում, ծնողն իրավունք ունի այլևս չլինել հյուրասեր տանտիրոջ դիրքում։ Սա ոչ թե անդաղտություն է, այլ սեփական սահմանների պաշտպանություն։ Այսպիսով դուք ցույց եք տալիս հարգանք թե ձեր տան նկատմամբ եւ ամենակարևորը մոդելավորում եք վարք, որը երեխան ժամանակի ընթացքում կյուրացնի։ Երբեմն երեխան բախվում է ավելի բարդ իրավիճակների։ Մյուս երեխան ընկերը մանիպուլացնում է։ Երեխան դա հասկանում է եւ ցավ է ապրում։ Եթե այս ամենը չի սպառնում երեխայի ֆիզիկական անվտանգությանը եւ դուք նրա կողքին եք, օգնելով տեսնել իրական պատկերը եւ օգնելով դուրս գալ իրավիճակից, ապա այդ փորձը կարող է դառնալ հզոր զարգացնող գործիք։ Այն ձևավորում է հուզական ինտելեկտ եւ սոցիալական իմունիտետ։ Ծնողի խնդիրը երեխային ամբողջությամբ ցավից զերծ պահելը չէ, այլ նրա կողքին լինելը, երբ նա սովորում է փոխհարաբերվել մարդկանց հետ։ Ես կանակենտրոնի տնօրեն հոգեբան Էլիզա Մանուկյանն եմ։ Հիշեցնեմ, որ կանակենտրոնում աշխատում է հոգեբանների, ուշադրության, հիշողության զարգացման մասնագետների հմուտ թիմ։ Աշխատում ենք բոլոր տարիքի մարդկանց հետ մեր 2 մասնաճյուղերում եւ օնլայն։ Դիմեք նշված հեռախոսահամարներով։